Պահ, տեսեք, թե ինչ սիրուն հրաշք լավաշներ են, թերթում են, տեսեք, մեկը մեկից լավը, չկա մի հատ վատ լավաշ, շերտերը նայեք ոնց որ Նապոլեոնի շերտերը լինի ասել մեր քիսոին, մի հատ խնդրում եմ ուշադրություն, ինչ հրաշք լավաշներ ունենք, մի րոպե աղջիկներ ջան, սենց, ահա, տեսեք թերթում են ու պատկերացրեք այն կարգի թխվածա, որ բացարձակ իրար չի կպնում, ընդհանրապես, հլը կողքերի շերտերով, արտակարգ լավաշներ, կարող եք այցելել Բաղրամյան 27 կոտորակ 2 հասցե, համ մատչելի է, կիլոգրամը 500 դրամ, քաղաքում միայն մեզ մոտ է այդպես մատչելի գին, հացն էլ 150, այնպես որ կարող եք այցելել Բաղրամյան 27-ի 2 կամ կարող եք զանգահարել, մենք առաքում էլ ունենք, աշխատում ենք նաև ռեստորանների հետ, իրանց համար գործում է հատուկ ակցիաներ կիլոգրամը 400 դրամով, այնպես որ կարող եք պատվերների համար զանգահարել 096 38 30 08 հեռախոսահամարին և մեր վարորդը անվճար կհասցնի համապատասխան վայրը, տեսնում եք, անարատ, առանց դրոժի, արդար լավաշներ, նույնը մեր հացերը, ապա ուշադրություն մեր հացերի, տեսեք թե ինչ հրաշալի հրազդաններ ունենք, բուխանկաներ, խնդրում եմ նայեք, սեռի և սպիտակ, մատնակաշներ, տարբեր տեսակի, այնպես որ կարող եք գալ և օգտվել, այսօր հետևորդներ ջան, կիսուրս է պատրաստում, տեսեք սոխառածը արելա, սիրուն, ինչ ենք պատրաստում այսօր, մսով սոուս, կիսուրս ասում եմ, մսով սոուս ենք պատրաստում, միսը նախորոք, այսենց եփել է, տեսեք, սիրուն, առանձնացրել է ոսկորներից, հիմա սա պետք է լցնի ճաշի մեջ, սոխառածը դրել ա վրեն, պատրաստում ա, ես էլ հենց նոր եմ եկել աշխատանքից, լավը ճիշտ ժամանակին եկա, գործի թեժ կետում բռնացրեցի, ինչ? Յուղոտ, այո, յուղոտ մսով ճաշ պիտի ուտենք, ամուսինս չի ուտում, հետևորդներ ջան, միս ընդհանրապես ճաշի մեջ չի ուտում, մենք էլ ասում եմ, կաղա մենք մնանք առանց միս ուտելու, չի ուտում, իրա համար ձվածեղ կանենք, ես ու կիսուրս ամեն ինչ ուտում ենք, ինչ լնի, մենք սուս ուտում ենք առանց խնդրի, առանց որևիցե բանի, տեսեք թե ինչ յուղոտ միսը, յուղոտ տավարեր, շատ լավ տավարեր, այսենց խաշել ենք, բայց շատ համով կլնի, Էդ ինչա, դա չորացրած աջիկա ա, խառը մեջը աղացած համեմունքներ ա, շատ լավ համ է տալիս, համ բույնն է սիրուն, համ շատ լավ համ է տալիս, ավելացնում ա կարմիր պերեց, և այսպես փակած, մենք այսպես լեչոա նման չէ, մենք աղում ենք, լրիվ պամիդորը, բիբարը, սոխ այդպես աղում ենք, սարքում ենք, սենց տոմատա նման բան, դա ենք խցում ենք միշտ ճաշերին, տեսեք ինչ սիրուն գույն ստացավ, արտակարգ, հիմա եսա ջուրը կավելացնի, ջրալի արա էլի, որ ջրալի ուտենք ջրիկ սուպ եմ ես սիրում, իշքան էլ ասում են տաք եղանակին սուպ ոնց եք ուտում, ես սիրում եմ, կապ չունի, ամառա, աշունա, ձմեռա, մեր տանը ջրիկ ճաշը միշտ կա, մենք սիրում ենք ջրիկ ճաշ, այսա կարտոֆիլն էլ կդլցնի մեջը կերպի, այսենց, ճիշտն ասած եկա գծագիրը փոխեցի, Ինչով դիրտի,
Գծագիրը փոխեցի, ուզում էր կարտոֆիլ հենց այսպես ջրիկ։ Եկա գծագիրը այսպես փոխեցի, ջրիկ ճաշը կարտոֆիլով, ջրիկ կարտոֆիլովը դառավ սուպ մսով, սոուս։ Հիմա այսօր նայեք տավարինը դրել ենք այսպես որ հալվի, մի քիչ տեսնենք, դե շատ յուղերներ չենք լցնի, մեջից կհանենք որ շատ յուղալի չլինի, բացի էդ էլ ուրիշ տեսակի միս էլ ունենք, եթե ինչ-որ մի բան են էլ կավելացնենք։ Սեք արդեն կարտոֆիլը սկսեց եռալ, կարելի է փակել, որպեսզի շուտ եփվի։ Փակենք այսպես։ Եփվի, ես այնց միսը ավելացնելուց լինի արդեն կնկարահանեմ։ Տեսեք, եռում է բլբլթալով, այս է մսերն ավելացնում կիսուրս, թե մենք գյուղոտբաները չենք ուտում, վրայից այսպես հանել, մաքրել, սիրուն, տեսեք, տեղավորեց կացայի մեջ, մի փոքր է սոկից համով եռումա, սա էլ գնացի արագի մեջ կանաչիները հավաքեցի Հայատից, համեմ պետրուշկա սամիտ, դա էլ պատկերացնում եք ավելացնի ճաշին, ինչ արտակարգ համով ճաշա լինելու։ Աղը ավելացրեց։ Լավրովի լիստ, թե լավրովի լիստ։ Լավրովի լիստն էլ է տնական, հետևորդներ ջան, տնական ասելով գնացել էինք Մեղրի տղայից տեսակցության, մեր տիկին Գոհարի բակից ենք հավաքել, ծառը այնքան մեծ լավրովի լիստի ծառուները, որ հավաքել ենք բերը այսպես չորացրել և օգտագործում ենք, ապրի մեր տիկին Գոհարը։ Կորի, հա, տես կոթերը կցեց, որ մի հատ էպի համը տա, հետո նոր վերջում էլ մնացածը կավելասնի, որ չլխկվի մեջը։ Ավել։ Մինչև ճաշը եփվի, կարելի է մի հատ սուրճ խմել մրգով։ Ամառային և ձմեռային մրգերով։ Այսպես անենք, մինչև սուրճը եփվի, ճաշն էլ հետը։ Բայց դե ամեն ժամանակվա միրգը պետք է իր ժամանակին ուտես, տեսեք հիմա, հա, ցամաքած, հիմա տեսեք, ապելսինը կամ մանդարինը ինքը ճիշտ է, տեսքը սիրուն լավն է, բայց ինքը ցամաքած է, մի տեսակ չոր է ինքը։ Բայց հիմա եսա ցույց կտամ մեր գնար կերասները և ծիրանը և դուք կտեսնեք, թե ինչ հրաշալի տեսք ունի։ Այ այսպես, այդել ինչև սուրճը լինի, սա էլ մեր կերասն է տարբեր գույների և ծիրանը։ Պետք է ամեն միրգը ուտենք ժամանակին, տեսեք էլի վատը չի, բայց ինչ տեսակի է մանդարինը մի տեսակ ցամաքած վիճակ է, այսպես սուրճն էլ դրել ենք, սպասում ենք երբ է մեր սուրճը լինելու, այսօր ասեմ, որ մենք սուրճը փոխել ենք, ուրիշ տեսակի սուրճ է գնել կիսուրս խանութից, եսա խմենք հլը տեսնենք համը ինչ ձևի է։ Մեր շունն էլ սաղ օրը հաչում, ողջ օրը անիմաստ, աննպատակ հաչում է։ Չի
գազերն ենքան թույլ ա, որ թույլ։ Կոֆեն ուզում ես պետքես գնամի կես ժամ պետք է սպասես, որ կոֆեն եվվի։ Մի քիչ էլ այ այսպես կանաչ սենց շլոր ունենք, դա էլ դնենք։ Ես սիրում եմ, գնում գալիս եմ ուտում եմ թթու բաներ սիրում եմ։ Գաթայիցը կա։ Երկու հատ էլ գաթա ունենք, մեզ հերիքա։ Մենք երկուսով ենք, երկու գաթան, մեզ հերիքա։ Այսենց, ես այն ծնգնենք խոսալով նայ, կհլնի կթափի, բայց վանը, որ ուզենանք, որ արագ լինի, չի լինում։ Ճաշնել է ուզում էծվի արդեն։ Կանաչի մեջեր ընդեղ ես այսօր գնամ Հայաթը բան կանեմ։ Համեմ կա։ Կա, ընդեղ եսա որ գնամ Հայաթում բան անեմ։ Էպա։ Այս ասուրտս թխմեմ, միջև որ ճաշը պատրաստ կլինի, գնամ մի քիչ Հայաթում գործ անեմ, համ գործ կանեմ, համ էլ մի քիչ կանաչի հավաքեմ բերեմ, որ ճաշի մեջ գցենք թարմ կանաչին ուրիշա։ Ինչքան էլ որ ասենք թե ուրիշ չորացրած բան գցում ես, այն չի, բայց թարմ կանաչի նամանավանդ քո բակում ցանածը առանց պարարտանյութի շատ լավն է։ Մի քիչ համե, մի քիչ սամիտ, մի քիչ պետրուշկա կարելի ա բերել, թող խառը լինի, խառով համով ա լինում, չէ փավա Էլենա, այսքան ժամանակ հիմա որ գանք նստենք հաստատ կթափվի։ Այսօր էլ սարսափելի շոք էր, մանավանդ փուռը վերջներ, ով մտնում ա հաց, լավաշ առնելու սենց են անում, այ ժողովուրդ, ես ոնց եք ստեղ աշխատում։ Մանավանդ եթե դրսից մտնում ես, ավելի արագ ես զգում շոքը, բայց եթե մեջ աշխատում ես, պատկերացրեք, որ իմ համար սովորական է, օրինակ ես չեմ շոքում, աշխատողները բոլորը վայ շոքա լավ չենք, իմ համար մեկա, որովհետև ես նախ սովոր եմ արտաշատի արևին, բացի էդ էլ իմ աշխատանքը միշտ էլ եղել է փռում եւ շոկ, եւ ես սովորել եմ։ Կարուշը ետ պիտի բանանի, պատվիրել եմ, որ բերիշտացելը, որ դնեմ, իմը վնասվել է, հետևորդներ ջան, բերել եմ, որ ասես մի կերպ հարմարացնում եմ, բայց դե, այս աղջիկս պատվիրել է, շատ լավն է, եկել է, ունենց որ արդեն հեշտ օգտվենք։ Այդ պատվերն եկել այն որ գրել է։ Պատվերը եկել էր, երեք ցույց էր տալի, ասում էր եկել է, ձևը ցույց էր տալի, որի ձևի է, պուլտով է, կարողանում եմ անջատել, միացնել, թեքել, պտտել, ավելի հեշտ կլինի հետևորդներ ջան նկարահանումը, ավելի ձեզ մոտի, ավելի տեսանելի ցույց կտամ, որովհետև կան հետևորդներ, որոնք գրում են, որ ինչ կլինի ավելի մոտիկից այդ սարքելու պրոցեսները ցույց տուր, զուտ խնդիրը դա է, հեսա որ արդեն վերցնեմ, արդեն լրիվ մոտիկից և պարզ ցույց կտամ, ինչպես եմ անում։ Բայց ծիրանը ես սիրում եմ այդպես չոր, եթե հասած է լավ ծիրանը, ես բերան չեմ տա, պիտի իմ ծիրանը լինի չոր, որ եսենց խրխրթան ու սենց մի քիչ խակի համը զգամ, որ կարողանամ ուտել, այդ ձև եմ սիրում։ Դες չորա բայց քաղցրը։ Քաղցրը, լավ էլ մեծ է, տեսեք ինչ լավ մեծ ծիրաններ են ու գլատկի, մի հատ կետ չկա, բայց ես էլ ասեմ, Չի անում։ եթե ծիրանի վրա, հետևորդներ ջան, կետ չի լինում, ապա դա բնական չի, հավատացեք, ինչ են անում, սրսկում են, բոլոր կետերը վերանում ավրից հատուկ նյութեր կան,
եւ ծիրանը դառնում է գլատկի։ Եթե դուք տեսնում եք, որ չեչոտ ծիրան է պուտ-պուտ, ապա դա շատ օգտակար է եւ ավելի լավ է դա գնել, բայց դե մենք հայերը սովոր ենք, չէ՞, գնել ամենասիրունը վրեն կետ չլնի, վրենվան չլնի, այն միս ծիրանին ուշադրություն չենք դարձնում, բայց լավ չի։ Հեսա մոտենում ենք չրի սեզոնին, չիրն է մոտենում, ձեզ սպասվում է հետաքրքիր չրային բաղադրատոմսեր հետևորդներ ջան, ինչպես ստանալ հիանալի ծիրանի չիր, լինի փայլուն, ոսկեզոծ, ըմտիր եւ երբեք չփչանա ինչքան էլ որ մնա։ Մնացեք իմ ալիքում եւ կտեսնենք, այո, նորա պրծել է լիներ չիրը։ Մնացեք իմ ալիքում եւ դուք կտեսնեք, թե ինչ հետաքրքիր չրային բաղադրատոմսեր է ձեզ սպասվում։ Մոտը արդեն որովհետեւ միրգը լինում է։ Գիլասից այդքան շատ չեմ անում, չեմ կարողանում, բայց հիմնականում ծիրան, դեղց, սլիվա, թուզ, ձմերուկ, եմիշ, այդ բոլորը սպասվում է ձեզ հետևորդներ ջան։ Ահա հետևորդներ ջան, ճաշը պատրաստ եղավ, տեսեք, մեր մսով, համով, գունավոր, սուպը պատրաստ է, նկատած կլնեք, որ ես ճաշերը սիրում եմ գունավոր, այսենց դրել ենք սեղանը և նստել ու հաց ենք ուտում, նա էլ մեր տնական մալինայի կամպոտն է, օրինակ եթե իմ մոտ դրած լինի կոկա-կոլա եւ բնական, ապա ես կնախընտրեմ տնական մեր կամպոտները։ Սա էլ մեր արտադրամասի հրազդանն ու լավաշն է։ Այսպես սիրուն հաց ուտենք արագի մեջ, արագ ուտեմ ու գնամ բակում լիքը աշխատանքներ ունեմ անելու, ես խոտը հանում եմ, անձրևը գալիս, նորից տեղավորվում է։ Ուտեմ եւ գնամ աշխատելու։